Լսել եք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին։ Չէ, ես հերոսություն չեմ նայում, կարելի է ասած։ 300,000 նոր աշխատատեղ, հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժանդեղոր այդ բոլորի համար, Բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, ձեր վերաբերյալ։ Դո բաց էլի չի խանգարը, բացի մեծ ծրու կընտրեն, ժողովուրդը լրիվ իրան կընտրեն։ Գյուղա, դու բերի մի ինչ-որ մի գյուղում է մի մանկապարտ է սարքի, կամ ինչ-որ մի բան սարքի գյուղում լրիվ են մեծ հաճույքով իրան կընտրեն։ Ես հիացած եմ ուղղակի 300,000 նոր աշխատատեղ ու հիմնականում նաև 0% հարկ փոքր բիզնեսներ։ Լսել եմ 5 տնտեսական քայլերի մասին եւ կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը կլինի իր խոսքի տերը եւ անպայման իր քայլերը հատ առ հատ տարիների ընթացքում կիրագործի։ Ես հավատում եմ այդ մարդուն, ուղղակի հավատում եմ։ Ինքը հետո շատ լուրջ մարդ է, խելոք մարդ է։ Ինքը հայտարարեց, ասեց իրան հարց են տալի լրագրողները, բա Կարապետյան դուք չէ որ ունեք բիզնես, էլի ձեր բիզնեսը բա բիզնեսից պետք ես կփոխանցեմ իմ տղաներին, այդ իրեն խոսքերն, ես միշտ լսում եմ, բանի մեջ եմ։ Հա, ես կասնեմ ժողովրդի կողքը։ Այդ մարդու խոսքն է, որ 300,000 աշխատատեղ կբացեմ, այդ քիչ չի, այդքան որ բացայ դասը, զորա։ Ժողովրդի մի ասացվածք ունի, ասում է մարդ չուզիր աշկը քորլի։ Դե իհարկե շատ հաճելի ծրագիր է, եթե կարան ի կատարած են այդքանը։ Այն որ ասում ժողովրդի համար այսօր մի բան էլ անեն, հենց այդքան այդ դրույթներից երկուսն էլ անեն, ժողովուրդը գող կլինի հաստատ։ Մի անգամից Մոսկվան չի կառուցվել, քիչ են անում, բայց անում են, չէ, բարձանում են, դժվար է, բայց էտապ բարձանում են վեր։ Լրիվ դրական։ Ինչու՞։ Վատ բան չի ասում մարդ։ Ստախում եք։ Այո, գիտեք։ Ինչու։ Դերևի տվյալ պարագայում բոլորին քիչ թե շատ ծրագրերին ծանոթանալով, քիչ թե շատ տարածներով, քիչ թե շատ ուղղությունները վերցրած ոնց ինչ, ես ավելի շատ իրան հասնում։ Իմ վերաբերմունքը շատ դրական է։ Գիտեք ինչ համար։ Նախկինում ես սովետական մարդ եմ, սովետի վաղ աճած մարդ եմ, եւ աշխատել եմ, մի թեթև պաշտոնել եմ ունեցել, մինչև այդ պաշտոնատար մարդու եմ ծառայել։ Փորձը բաշարելը ոնց որ ասում են, կապեր ունենալը շատ մեծ բան։ Կապեր ունենալը, որ ինքը ասենք Ռուսաստանի Դաշնությունում, չգիտեմ Կիպրոսում, որտեղ, որ այդ կապերը որ ունի ինքը, կարա է դրա միջոցով ներդրում բերի։ 21 թվականից հետո ուղիղ ինչ ներդրում ա եղել մեր բյուջեի մասին չխոսքը, ասենք օտար մի հոգի եկան մի հատ երկաթի զուլարան դնեին, թուրքերը կրակին վախեցան վեկալ են փախին արել։ Ես իրան սիրում եմ, այդպես հարգում եմ, մնացածը չգիտեմ։ Լսել եմ։ Ինչ կարծիք ունեք։ Շատ ուժեղ կառավարություն այս ձեռքբերել։ Ինչու՞ դա կանի որ ինքը ներկա մոմենտում խոսքա տվել ամեն ինչը լավ կանի։ Որտեղ հավանում եմ իրան։ Հավանում։ Որտեղ խելացի մարդ է։ Լսել եք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին։ Լրիվ, այնտեղ ասենք էլի քայլեր կան, կապված ենք միջազգային հարաբերությունների, ես շատ գիտեմ, զինվորականության եւ այլն, էլի, տեղ չեն ներգրավել, բացի ներգրավեն, դե ինքը դրանով է տարել միլիարդատեր, ինքը եթե չգիտենա, այդ 5 քայլը չի ասի, ես վստահ եմ, որ կանեն։ Իսկ տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանն ուժեղ Հայաստան կուսակցության եւ վարչապետ։ Լսել եմ, հարգում եմ, սիրում եմ իրան, ճիշտ է անում, լավ է անում, ես հավատում եմ։ Հավատում եմ անկախ ամեն ինչից։ Ինքը հասարակ առաջարկ է անում, բայց ես նրան հավատում եմ նրանով, որ այդ առաջարկները ես կոմենքում 300,000 աշխատատեղ եւ այլն, դոնք ինքը կենե, բայց դրանից առավելը կանի։ Ես հավատում եմ նրան, որովհետև կրթություն ունի, պատմություն գիտե, իր երկրի զավակն է, դրանով ես նրան ողջունում եմ։ Սամվել Կարապետյան, մարդը եթե չգիտենա, կարողություն չունենա, չի սեր,
Մարդը կարողություն ունի կսե։ Դե թող մյուս կողմն էլ այդ բաներն ասե։ Մյուս կողմը կսե պատերազմ կեղնի ես չերավ։ Սամվել Կարապետյանը տեսած մարդ է, Ազիզ ջան, տեսած մարդ է, հնարավոր է։ Տեսածը էլ չի ցկտե ժողովրդից պոդելու, եղավ Ազիզ ջան։ Ինքը ունի իր ֆինանսը ունի, իր բիզնեսը ունի։ Նոր ուժեր, եթե կան օգուտ ժողովրդի, ես կողմ եմ։ Այդ մարդեն կան բարերարությունները, որ բաներս են այսպես չեմ ճանաչում։ Բայց կզգամ, որ ինչ որ ժողովրդի մաս կարող է ինչ որ բան անել։ Ես ինքս եմ դասում, չգիտեմ։ Այ Կարապետյանն ասում է 300,000 աշխատատեղ 0% Շատ հնարավոր է, այսօրվա դրությամբ Գյումրին ենքան աղքատության մեջ որ մի հատ աշխատանքի տեղ չունի։